Վերջին տարիներին միանգամից 3 մարզչի ձեռքի տակով անցած այս հավաքականը ինքն էլ չգիտեր ինչ ֆուտբոլ է խաղում։ Ժամանակը կատեգորիկ շատ քիչ էր էական եւ գլոբալ կարգավորումներ անելու համար։ Հիմա ուղղակի ցավազրկող էր մեզ հարկավոր։ Այն շտապօգնությունը, որը այս պահին պետք էր օդի ու ջրի պես, Եղիշե Մելիքյանը տրամադրել կարողացավ։ Նույնիսկ այն խաղացողները, ովքեր փոխարինվում էին, խաղադաշտը լքելուց մարզչական պերսոնալին այնպիսի վերաբերմունք էին տալիս, որը, ինչպես ասում են, միայն այբուբենում է գրված։ Իսկ հիմա ով չի ալարում ջախջախում է մեզ, ու հեչ պարտադիր չէ, որ մեզ խոշոր հաշվով հաղթած թիմը ունենա հենց Գրանդ հավաքականի ստատուս։ Այդ ով էր Գրանդ։ Վրաստանը, Մակեդոնիան, Նորվեգիան թե Կոսովոն։ Հենակետային գոտու թերի լինելն էր, որ մեր դարպասին առնվազն 2 գոլ բերեց։ Հենց այս զոնայի կիքսերի պատճառով էր Պորտուգալիան ստեղծում բազում գոլային պահեր։ Նախ Սպերցիանոյիվուն Պորտուգալիայի համար բացեցին գրոհը զարգացնելու անհրաժեշտ հարթակ։ Տվյալ դրվագում իրենց ակտուալությունը կորցնելով, նրանք թույլ տվեցին, որ հյուրերի մոտեցումը հասնի դեպի մեր թիկունքի աջակողմյան հատված։ Այս պահի դրությամբ, եթե կա մեկը, ով թեորիապես ունի շանսեր համոզելու Մխիթարյանին, որ այս պրոյեկտը հիմնայուն է եւ ունի երկար տարիների կյանք, այդ անձը հենց Եղիշե Մելիքյանն է։ Մեզ համենայն դեպս որևէ մեկը չի արգելում երազել Իվ ու Մխիթարյան Սպերցիան Լուկաս Դրիմ կիսապաշտպանության գիծ ունենալու երևակայությամբ տարված գաղափարից։